Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական, մասնավոր նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներ մեկ հարթակում քննարկում են լայնաշերտ ինտերնետի հասանելիության, թվային կառավարման և տեխնոլոգիական առաջընթացի հնարավորություններն ու մարտահրավերները։ Մեկնարկել է ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովը։ Լայնաշերտ ինտերնետի տարածվածությունը մեր երկրում բավականին լավ մակարդակի վրա է դրված, բայց դրա հետ մեկտեղ կա բազմաթիվ անելիքներ, ինչը որ մենք փորձում ենք գտնենք, հայտնաբերենք, որ մեզ համապատասխանում է, հնարավոր է բովանդակային առումով օգտակար լինել եւ փորձում ենք օգտակար լինել, դա դասընթացներն են, դա համաժողովներն են։ Միջազգային գործակցությունն ու փորձը կարևոր նշանակություն ունեն ոլորտի զարգացման համար, ընդգծում է տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրենը։ Կարևոր հայեցակարգային փոփոխություն է տեղի ունենում, նաև մենք պետք է կարողանանք բոլորս այդ ընկալումը ձևավորել, որ կիբեր ռիսկերի հաղթահարումը կամ կիբերպաշտպանությունը դա մի գործակալության, մի ընկերության խնդիր չի։ Ամեն մեկս մեր տեղում պետք է հասկանանք ինչ ձևով պետք է վերաբերվենք մեր իսկ միջավայրին, որպեսզի կարողանանք լուծել անվտանգ ինտերնետ միջավայրում մեր աշխատանքները կազմակերպելուն։ Համաժողովի նպատակն է ամրապնդել ինտերնետի կառավարման մշակույթը Հայաստանում եւ ձևավորել բաց, ներառական եւ անվտանգ թվային միջավայր։ Ինտերնետն այժմ միավորում է 5.5 միլիարդ մարդու ամբողջ աշխարհում, սա միասնական աշխատանքի արդյունք է անհատների, ընկերությունների, գիտնականների, տեխնիկական մասնագետների եւ բոլոր նրանց, ում ջանքերն ուղղված են ինտերնետի լավ ապագային։ Հոբելյանական ARM-IGF 2025-ում քննարկվում են նաև ինտերնետի ենթակառուցվածքների զարգացման, բովանդակության կարգավորման, անվտանգության եւ օգտատերերի իրավունքներին առնչվող խնդիրներ։ Այսօր մենք կանգնած ենք մի ժամանակաշրջանում, մենք առերեսվում ենք իրավիճակի հետ, երբ արհեստական բանականությունը փոխում է ամբողջական արդյունաբերական ոլորտներ։ Այն իհարկե արդեն իսկ մեր կյանքում, առօրյա կյանքում առկա է, բայց դրա ներկայությունը ես կարծում եմ, որ առաջիկա տարիների ընթացքում անճանաչելիորեն կփոխի հասարակությունները, կփոխի կենցաղները։ Հայկական KTM դոմենն ամրապնդում է դիրքերը համաշխարհային դոմենային շուկայում, այժմ գրանցված է ավելի քան 46,000 դոմեն, որոնց 62%-ը Հայաստանից։ Վրիլ Մկրտչյան, Աշխոտ Խաչատրյան, լուրեր։